թե նստեր, Սուրբ է Տեր Աստված մեր, որ բնակյալ է Բարդունես, լվաղ Սիոն իրաման։ Եկեղեցին մեծ պահքի շրջանի երկրորդ կիրակիի հանգրվանում է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցվեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Հայրապետը օրհնություն բաշխելով հավատացյալներին մուտք գործեց Մայր տաճար։ Այս կիրակին խորհրդանշում է դրախտում մարդու երջանիկ վիճակի վախճանը եւ այնտեղից արտաքսվելը։ Ադամն ու Եվան չպահեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին պահքը եւ ճաշակեցին բարու եւ չարի գիտության պտուղը։ Ադամի ընտրությունը փոխեց աշխարհը, բայց փոխված աշխարհում մարդն չկորցրեց իր արժեքը։ Օրվա խորհրդով պայմանավորված անդրադառնում ենք ադամական մեղքին եւ գնահատում այն, ինչ պարգևեց մեզ Հիսուս Քրիստոս։ Քրիստոս հրավիրում է ամենքիս ապաշխարության ու առաջնորդում դեպի ճշմարտություն եւ կյանք։ Մեծ պահքի այս շրջանում եկեղեցիներում փակ են խորանները, մարդիկ հաղորդություն չեն ստանում։ Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Դավիթ Աբեղա Օհանյանը։ Արտաքսման կիրակիի խորհուրդը մեկնեց Վահան եպիսկոպոս Հովանիսյանը, մեկ անգամ եւս հիշեցնելով, որ մեծ պահքը հոգեվոր ինքնաքննության ու վերանորոգության ժամանակ է։ Դու Տեր Աստված, որ առաջին մարդը քո աստվածության պատկերով ստեղծեցիր։ Արտաքսման կիրակին քրիստոնյային հիշեցնում է Աստծո սիրո ու ներողամտության մասին։ Սխալվելու դեպքում անգամ Աստված տալիս է զղջալու, ապաշխարելու եւ մաքրագործվելու հնարավորություն։ Մեծի պահոց կիրակիները հենց այդ դրա համար են անդրադարձ կատարելու մեզ։ Ինչին ենք հավատում, ինչպես ենք հավատում, ինչու ենք հավատում։ Եվ անշուշտ ունենալով հիմքը մեր մտածողության աստվածաշնչյան իրողությունները, մեր հայրերի խրատները։ Տեսեք, այսօր արտաքսման կիրակին է։ Երկնավոր մեր հայրը, որ ստեղծել էր մարդուն իր պատկերով եւ նմանությամբ, հորդորեց եւ ասեց. շատեր ընկալում են սա որպես պատիժ, բայց սա այն ճանապարհն է, որով ինքը պիտի նորից վերադառնա։ Եվ ինչ ասեց Աստված. ճակատիդ քրտինքով պիտի վաստակես հացդ։ Պահոց շրջանի ընթացքի մեջ ենք։ Արդյոք մենք արդար ենք, արդյոք մեր ճակատի քրտինքով ենք վաստակում հացը։ Եվ հաց ասածը ընդամենը նյութեղեն իմաստը չի, ապրելու կյանքի իմաստն է, չէ՞ որ Աստված ինքը մեզ տվեց հացը։ Սուրբ Պատարագի Տեր Ողորմեա երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի եւ գերիների ազատության համար։ Միացնայիչ տաճարում մարդիկ հոգևոր ապրումներով ու ակնածանքով մասնակցեցին սրբազան արարողությանը։ Պատարագն ավարտվեց հայրապետի աղոթքով։ Սխալություն պատկերի ամենայն աշխարհին, եկեղեցիած կանայից, թագավորած քրիստոնեից, հանրապետության եւ հայրապետության մասկից հայոց։ Հայրապետական մաղթերքի հնչյունների ներքո հայոց կաթողիկոսը օրհնություն բաշխելով թափորի ուղեկցությամբ վերադարձավ հայոց վեհարան։